Զարմացնում է, թե մարդիկ ինչպես են պատրաստել և տեղափոխել մեգահսկա քարերը։ Շատ հավանական է, ուլտրաձայնային վիբրացիոն տատանումները քարերին դարձրել են նուրբ և հեշտ կառավարվող, որն էլ կառուցողներին նպաստել է քարերին տալ իրենց ցանկացած տեսքը, կառուցվածքը, ինչպես նաև հեշտությամբ տեղափոխել A կետից B կետը 20000 Հց, և մարդ չի կարող լսել, քանի որ մարդու լսողական համակարգը կարող է լսել մինչև 20000 Հց։ Ուլտրաձայնը կարող է ազդեցություն ունենալ ձգողական դաշտում գտնվող թեթև կամ ծանր մարմինների վրա՝ պայմանավորված ցածր կամ բարձր հերցերի հաճախականությունից։ Օրինակ, ակուստիկ լևիտացիոն սարքը օգտագործում է ուլտրաձայնային ալիքներ, որոնք կարող են մարմինները պահել օդում՝ ձգողականության օրենքը խախտելով։ Այն ժամանակ ուլտրաձայնը ստացել էին հատուկ շեփորների օգնությամբ և հոգևոր երգեր երգելով, երբ ձևավորվում էին հզոր ձայնային կենսառիթմներ։ Ինչպես նաև կարող էին հավաքական գիտակցության միջոցով, մտքի ուժով անեին այդ ամբողջ գործողությունները։ Դա կոչվում է տելեկինեզ, երբ մարդ կարողանում է իր էներգիայով կառավարել պինդ մարմիններին,